Պաշտոնական այցով Հայաստանում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպը։ Հայաստանի արտգործնախարարությունում նախ տեղի ունեցել նրա հետ Արարատ Միրզոյանի առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Այնուհետև հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել։ Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակողում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե խորհրդանշական է, թե միևնույն ժամանակ պարտավորեցնող։ Ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ։ Այս փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգության ոլորտում գործակցության խորացում, պայքար հիբրիդային վտանգների եւ սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության խթանում եւ մարդկանց միջև շփումներ։ Ուզենայի նշել այն դրույթը, ըստ որի շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ, խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիության սկզբունքների վրա, նաեւ ուշադրություն է դարձված առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային եւ միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային։ Միրզոյանը հայտնել է, որ Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի խաղաղության օրակարգը, երկխոսությունը հարևան երկրների, մասնավորապես Թուրքիայի հետ, նաև Ադրբեջանի հետ բանակցությունները, միաժամանակ նշելով, որ համապատասխան կառուցողական մոտեցման դեպքում մոտ ապագայում հնարավոր է շոշափելի արդյունքներ ունենալ այդ ուղղություններով։ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպը ևս նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը, որն արտացոլված է ստորագրված փաստաթղթերում։ Հաճախ չի պատահում, որ Նիդերլանդներն այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ Ռազմավարական գործընկերության վերաբերյալ այս հռչակագրի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանին, նաև վերահաստատում է երկու երկրների կամքը ամրապնդելու քաղաքական, սոցիալական եւ տնտեսական երկուստեք կապերը։ Կասպար Վելտկամպը խոսել է նաև Հայաստանի ռուսական տեղեկատվական հարձակումների թիրախում հայտնվելու վտանգների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա։ Նա հիշեցրել է, որ Մոլդովայում եւ Վրաստանում նման օրինակարշավներ արդեն իսկ իրականացվել են։ Կա ռիսկ, որ ապագայում թիրախ կդառնա նաև Հայաստանը, որի նպատակը կլինի վնասել նրա հարաբերություններն Ուկրաինայի եւ այլ երկրների հետ, նաև լարվածություն հրահրելը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին տեղեկատվական անվտանգության եւ կիբերսպառնալիքների դեմ պայքարում, հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Հայաստանի եւ Նիդերլանդների արտգործնախարարները խոսել եւ վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարեւորությունը։ Նիդերլանդները սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ կարեւորում դրա հաջող ընթացքը, ասել է Կասպար Վելտկամպը։ Երեք Անկարայում է եւ հանդիպումներ ունեցա Թուրքիայի պաշտոնատար անձանց, այդ թվում արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այսօր այստեղ Երևանում եմ, հանդիպեցի Հայաստանի պաշտոնատար անձանց հետ։ Վստահ եմ, որ երկու կողմերն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերությունը որևէ մեկի դեմ չէ, ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի։ Տեսնում եմ, որ Հայաստանը փորձում է բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը եւ այդ համատեքստում է, որ մենք խորացնում ենք գործակցությունը։ Շատ այլ կետեր կան, որոնցով կարող ենք ամրապնդել մեր հարաբերությունները, օրինակ տնտեսական, արտաքին քաղաքականությանը վերաբերող ոլորտներում։ Այս փաստաթուղթը ռազմական գործակցություն չի ենթադրում։ Լրագրողների խնդրանքով Վելտկամպը խոսել է նաև Բաքվում պահվող հայ գերիների, նրանց դեմ իրականացվող կեղծ դատական գործընթացների եւ խոշտանգումների մասին վստահեցրել։ Կանեն հնարավորը առաջ մղելու Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էլ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից տեղեկացրել է, որ Երևանն արդեն իսկ հայտնել է իր մոտեցումները Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Ադրբեջանից ստացված 12-րդ առաջարկի վերաբերյալ եւ առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենան քննարկել դրա հետ կապված բոլոր հարցերը։ Արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին հաջորդել է Հայաստանում Նիդերլանդների պրեզիդենտ դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը։
Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։